պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Գիշերը դա գրակալեն եկալակապալելի մեկի պատուհանին էլ։ Խաղաղության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերից 24 ժամ էլ չանցած Սյունիքի Խոզնավար գյուղը դարձյալ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել, տուժածներ չկան։ Խոզնավարից մեր զրուցակիցը պատմեց, տունը հենց գյուղի կենտրոնում է, տարեցկին է ապրում, եթե այդ պահին պատուհանի մոտ լիներ, գուցե վնասվեր։ Երևանն այսօր Բաքվին դարձյալ հորդորել է հետաքննել բնակելի տան գնդակոծումն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Բաքվի արձագանքը ճուշացավ, հերքեցին, պնդելով, թե իրենք քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա երբեք չեն կրակում։ Միշտ էլ կրակում են, էլի ամեն օր էլ կրակում են։ Խոզնավարի ու հարևան Խնածախի բնակիչներն ամեն գիշեր վերսկսվող ադրբեջանական կրակոցների մասին ահազանգում են արդեն ավելի քան 2 ամիս։ Երևանը դրանց մասին պաշտոնապես հաղորդում է միայն այն դեպքերում, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվում։ Գիշերային կրակոցները սկսվեցին մարտին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց կարճ ժամանակ անց։ Իշխանություններն այս կրակոցների վերաբերյալ հազվադեպ են խոսում։ Այսօր վարչապետ Փաշինյանը գյուղերի բնակիչներին դիմելու հնարավորություն ուներ, բայց կառավարության նիստի ընթացքում միջադեպի մասին ոչ մի բառ չհնչեց։ Նիստից հետո էլ լրագրողներն անվտանգության խորհրդի քարտուղարին հարցեր ուղղեցին։ Պարզվեց Արմեն Գրիգորյանը անգամ տեղյակ էլ չէր, որ գիշերը տուն է վնասվել։ Անկեղծ ասած, ինչի մասին խոսում եք, ես դեռ տեղյակ չեմ, մանրամասների մասին տեղյակ չեմ առավոտվանը դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց կրակոցների վերաբերյալ ՄՆ-ն հայտարարություն է տարածել եւ այդ մասով հավելյալ որևէ մեկնաբանություն չունեմ։ Ազգային ժողովում էլ իշխանական падգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, թե հայկական կողմի համարժեք պատասխանն այս կրակոցներին էսկալացիայի կհանգեցնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունը չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նաև խաղաղության պայմանագիրը ամեն կերպ պետք է հասնեն խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաև չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Մինչ իշխանությունները խաղաղության մասին են խոսում ու հայտարարում, թե պատերազմ չի լինելու, գերտերությունները վերջին շրջանում ռիսկերից են խոսում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Հայաստան ներխուժման վտանգին էր անդրադարձել։ Նախորդին Ռուսաստանի պաշտպանության նախարարն է հայտարարել, թե Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Ադրբեջանը հենց Սյունիքով է Միջանցք պահանջում Հայաստանից դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Սա զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն ուղիղ բնակավայրի ուղղությամբ։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը նկատում է այս կրակոցներին զուգահեռ Բաքուն վերջին շրջանում ակտիվացրել է նաև այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթը։ Պատգամավորի կարծիքով Բաքուն այս ամենով փորձում է բանակցություններում Հայաստանից զիջումներ կորձել։ Եվ երկրորդը, ինչի՞ չէ, Ադրբեջանը արդեն տեսել է, որ իր ցանկությունները, որոնք կարող է որպես ցանկություն արտահայտվեր 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ, որոշակի փուլում դարձել է իր համար իրականություն, եւ Ադրբեջանը նաեւ ինստիտուցիոնալ առումով հիմք է դնում Հայաստանի դեմ այդ տարածքային հավակնությունները շատ ավելի ծանրակշիռ դիրքում դնելու համար։ Կրակոցների ֆոնին ադրբեջանական զինված ուժերում դարձյալ վարժանքներ են անցկացվել, այս անգամ համազարգային կրակի սմերջ համակարգերի կիրառմամբ։ Հարևան երկրում գրեթե ամեն ամիս են զորավարժություններ անցկացվում, վերջին շաբաթներին նաև Թուրքիայի ու Իրանի հետ համատեղ։ Իդեպ Խնածախից հայտնում են, որ վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների ժամերը փոխվել են։ Կրակում են նաև վաղ առավոտյան ժամը 6-ին մոտ, երբ մարդիկ դուրս են գալիս գյուղատնտեսական աշխատանքների համար։